Գյուղատնտեսության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրումն իրենց դրական ազդեցությունն են թողել գյուղմթերքի ոչ միայն մշակման, այլ նաև արդյունքի վրա։ Տեխնոլոգիական նոր լուծումները փոխել են գյուղաշխատանքների բնույթը, արդյունավետ դարձրել աշխատանքը, խոստացված ներդրումներն իրականացված են, արդյունքն արձանագրված։ Սահմանամերձ Վարդենիսի Ծովակ համայնքում գտնվող Multi Agro-Way կազմակերպության ցանքատարածություններում գյուղատնտեսական սեզոնի ավարտի վերջին աշխատանքներն են։ Արդեն մի քանի օր է կարտոֆիլի, բազուկի ու գազարի բերքահավաք է։ Ողջ տարվա ընթացքում կատարած աշխատանքի արդյունքը գնահատելու ժամանակն է։ Մեծ բերքահավաքի ընթացքին հետևելու էր եկել ռիսկային այս գոտում խոշոր ներդրում կատարած Գագիկ Ծառուկյանը։ Դուք բարով եք։ Հա, դուք տեսել եք ոնց են հավաքում։ Իրազատ։ Նորմալ է, լավ է։ Սես բան տեսել եք։ Միանշանակ ոչ։ Կարատաջուրյանում չկա այդ բան։ Դա արել են հիմնականում որ դուքները տեղը լինի, թե չէ մարդիկ մտահոգ, վայ, Վարդենիս, ասեն, այլ գումար եք, որ դուքները տեղը լինի, բենզինի, ոչ թե մտածեք գնալու համար, այլ հակառակ օրինակ ծառայենք, դուք էլ ինչ անեք, պետք է սերմնել կտանք, դուք էլ ցանեք, սառնանել կընդունենք, էլ բերքը դրսում չի մնա։ Այո, ճիշտ է թե ոչ։ միանշանակ։ Մենք դուխով, հավեսով կազմակերպեք դուքները։ Մի զերը ծափ չի տա, ժողովուրդ։ Ամեն ինչ Դու էլ բարով ես եկած, քո որտեղ խերով ես, ժողովուրդ։ դրանք բերք Գյուղատնտեսությունը տնտեսության ողնաշարն է ու պարենային անվտանգության ապահովման միակ երաշխավորը, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Հայաստանի սահմանային այս գոտում հսկայական ներդրումներ կատարելու նպատակը սահմանամերձ բնակավայրերում աշխատատեղեր ստեղծելը, հողնան մշակ չթողնելը եւ գյուղացուն քաջալերելն է։ Մենք պետք է հայլ կատարենք, օրինակ ծառայենք, որ ժողովուրդը դուխով, հավեսով, ու ամենակարևորը ես ասեմ, իմանալը, որ ստե միշտ մայրսա զբաղվել, եթե ուզում ես ծնողը երկար ապրի, պետք է հնարավորություն տաս, որ ինքը աշխատի, որ իմանա պետք է եւ ժողովրդին եւ ընտանիքին։ Իրենց տվել եմ կառավարման Սերգեյին, ասեմ ինչ պետք է կանեմ։ Ներդնենք, այսօր դեմար եկել եմ տեսնեմ արդյունքը ոնց է, որտեղ իրենց ցանկություն ընդլայնեն, մի հատ էլ անցնեն Արմավիր, Արարատ, հա։ Այո։ Բոլորն էլ պետք է կարողանան ինչ-որ մի բան անել, եթե ապահովված ես, ոչ մի բանի չխառնես չի լինի, որտեղ մեր երեխաները ստեղ են ապրում, մենք ամեն ինչ պետք է անենք, որ ամոթով չմնանք, որ նրանք խեղճացած, պարտված չլինեն, սա հիմնական իմ նպատակն է, իմ ցանկությունը սա է։ Դրա համար եւ օրինակ ենք ծառայում եւ ցույց ենք տալի, որ աննար ոչինչ չկա։ Այսօր ասել եմ, որ գյուղատնտեսությունն պարտադիր է ժողովրդին կերակրողը, պահողը, ողնաշարը, այո, գյուղատնտեսներ են պետք, ագրոնոմներ են պետք, որով լիարժեք տիրապետում են, որտեղ ինչ սերմ անես, ինչ անես, ինչ տեխնոլոգիա, որ արդյունքը տեսնես։ Գյուղատնտեսության զարգացման համար հստակ նախադրյալներ են պետք, ճանապարհային քարտեզն իրականացնելու եւ ցանկալի արդյունքն ապահովելու համար։ Խնդիրը որն է, սերմն է, պարարտանյութն է եւ հիմնական բերքը, որ դաշտում չմնա։ Խորհրդատվություններ կտան, պարոն Ծառուկյան։ Անցարեցիր ուղղատարածներ կա, մտածեք, սառնաներ կառուցեք, դրեք, նայեք ու կազմակերպեք, որ ժողովուրդը լավ ապրի։ Հիմնական իմ նպատակն ու ցանկությունը սա է, որ պետք է կարողանանք բոլորն էլ լավ ապրեն, զգան, կարող են աշխատեն, իրանց տունն էլ պային, գնացածները հետ կվերադառնան։ Գագիկ Ծառուկյանը շրջում է կարտոֆիլի ցանքատարածությունում, ծանոթանում բերքի որակի հետ, հետաքրքրվում է, թե ինչ արդյունք է գրանցվել։ Հա, գոհ ես բերքից։ Նորմալ, շնորհակալություն։ Դե լիարժեք գոհ ես։ Լիարժեք, այդպես բերք չի կարողնի։ Ոցարն տանի։ Պատասխանատուները վստահեցնում են, որ եվրոպական բարձրակարգ սերմերով մշակված արտադրանքը էկոլոգիապես մաքուր է, առողջարար։ Որակը երաշխավորված է։ Տեխնոլոգիապես մաքուր, ազոտ, քիմիա, չկա տենց բան։ Ինչ կա ստանդարտին համապատասխան, եվրոպական ստանդարտներով Հիմա մշակված։ հեկտարից քան եք ստանալը։ 55, 60, Դե լավ, դե։ Հա, 100% էս էլիտարները էս է։ Լավ է, բաբոյ, վաստով ավելի լավ է։ Եվրոպական ժամանակակից տեխնոլոգիաներով ու գյուղատնտեսական նոր մեթոդներով մշակված ցանքատարածությունում բերքը սպասվածից ավելին է։ Այստեղ բերքահավաքն այլևս մարդուժով չէ, արդյունավետ ու արագ աշխատանքն ապահովելու համար բերքահավաքն իրականացվում է ժամանակակից տեխնիկայով։ Եվրոպական այս հսկա տեխնիկան միանգամից մի քանի գործողություն է կատարում, հավաքում է կարտոֆիլն ու միանգամից արկղերում տեղավորում։ Ստացված բերքի որակից ու քանակից Գագիկ Ծառուկյանը գոհ է։ Գյուղացին մի հեկտարից ցանմա պոմիդոր, վարու ինչ ուզում ացանի։ Ասենք թե նա $1000-2000 ավելի գումար մի հեկտարից չի կարող ստանալ։
Իսկ քո տեխնոլոգիայի որան ինչքան փող կստանա մի հեկտարից։ Շատ կստանան, 6 միլիոն կստանան։ Բա հիմա եթե լուբոյ գյուղացի որ իմանա 6 միլիոն հեկտարից կստանա, բոլորը կցանկանան առավոտի տուն աշխատեն։ Որտես են արդյոք կա գարային մյուսից ով չի անում, նրանից արենդայով է։ Սինան ասի արդես $500 տալիս եմ այդ տուրից։ Ես իմ դաշտը մեծացնեմ, ամեն կառն է, ամեն լիքը իր։ Ուրեմն Չլնող խնդիր չկա։ Ցանկատարածության մյուս հատվածում էլ գազարի բերքահավաք է։ Այստեղ նույնպես բերքահավաքը ժամանակակից տեխնիկայով է։ Գագիկ Ծառուկյանը շրջայց է կատարում նաև ցանկատարածության այս հատվածում։ բերգել եմ շուկա, տղերքի։ Զարմացած է։ Հիացած ու զարմացած։ Ինչ շնորհիվ ձեզ, դեր արած գործը, էսի մեր սերունդը առողջ է։ Ամենակարևորը, որ դուք կարողանաք սեր մտակ ժողովրդել ցանի։ Սառնարաններ ունեք, որ դուք մթերեք, որը կցանկանա, որ մատ իր ապրանքը դուրսը չի մնա։ Սա Միանշանակ կտանսերներ։ պետք է երկրորդ էլ մեկ օգտարի երկրորդ սառնարան էլ կառուցենք։ Ցանկատարածությունից բերքը տեղափոխվում է սառնարան։ Որոշակի փուլեր անցնելուց հետո վերամշակվում ու ամբարվում է ժամանակակից հատուկ պայմաններով կահավորված նորակառույց սառնարանային տնտեսությունում, որտեղ պահպանվում է բերքի որակն ու թարմությունը։ Բերքահավաքից հետո ящикները կառերը բերում են, դատարկում են այս սարքավորման մեջ բունկերը։ Բունկերից հողը առանձնացնում է, ընդդետում է չորքելու, մաքրելու, կալիբրովկա զտելու, ստե գալիս է սերմացում, ընդդետում է խոսք ինչ կալիբր ենք դնում վաճառքին, այս մեր տեխնիկան ուժեղ հնարավորություն ունի։ Ավելի քան 15,000 տոննա հզորությամբ սառնարանում արդեն ամբարվել են գազարի, բազուկի եւ կարտոֆիլի արտադրանքի մի մասը։ Բերքահավաքի ավարտից հետո բերքի մյուս մասը նույնպես ցանկատարածությունից կտեղափոխվի այստեղ։ Կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունքների իրենց ընտանիքների վրա դրական ազդեցության մասին կարծիք են հայտնում նաեւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները։ Հողերի մշակմանը նրանք նայում են նաեւ անվտանգային տեսանկյունից։ Սահմանամերձ մարզը Պարոն Ծառուկյանն էլ լավ ներդրում ատրա շատ մեծ հնարավորություններով արտադրանքներ էկոլոգիապես մաքուր արտադրանքա մեր երեխեքին, մեր ազգաբնակության համար շատ մեծ ծրագիր է, ողջունում ենք պարոն Ծառուկյանի ծրագիրը։ Գյուղացիներին աշխատող տեղապացվել, աշխատում են, կյանք լինի Ծառուկյանին, ժողովրդին աշխատատեղ բացում։ Մենք չենք գնում Ռուսաստանի։ Մենք եկել ենք այստեղ աշխատելու համար։ Գյուղատնտեսության զարգացման գործում կատարված ներդրումների իրականացված ծրագրերի արդյունքը տեսնելուց հետո Գագիկ Ծառուկյանը ցանկատարածության պատասխանատուներին ու ֆերմերներին հրաժեշտ է տալիս հաջորդ տարի ցանկատարածություններն ընդլայնելու եւ ավելի շատ բերք ստանալու ակնկալիքով։ Ձեր ամեն մի այսը մեզ դուխատալիս, ուսատալիս, ասեցինք, կիսվեցինք, ամեն ինչ թող միշտ բերք ու բարիքով հանդիպեն։ Հաջողություն ձեզ։ ափորձած։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։